Երեկ ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որին հեսա կանդրադառնամ մի փոքր ակնարկից հետո։ Մոտ 3 ամիս առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կապվում է իմ հետ, որպես պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի կամ ներկայացուցիչի, եւ տեղեկացնում, որ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է նաև մեր ֆրակցիային ծանոթանալու արտերկրից բերված զենք, զինամթերք, ռազմական տեխնիկային։ Ես նրան ասում եմ, որ դա ֆրակցիան քննարկենք եւ կտեղեկացնենք։ 1-2 օր անց ես տեղեկացնում եմ, որ քննարկման արդյունքում որոշել ենք, որ մեր ֆրակցիայից կունենանք ներկայացուցիչ այդ այցին, բնականաբար դա կլինեմ ես որպես նաև ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ եւ պաշտպանության նախարարության հետ համապատասխան օրակարգով կայցելեմ այն վայրը, որտեղ տեղակայված է ներկրված զինտեխնիկան եւ սպառազինությունը։ Դրանից հետո մի քանի ճշտումներ է պաշտպանության նախարարության ներկայացուցիչի անում մի քանի օրվա ընթացքում եւ մոտ 2-2.5 ամիս որևէ բան այդ այցի հետ կապված այդպես էլ չեն հաղորդում։ Դրանից հետո լինում է հայտնի տեսանյութը պաշտպանության նախարարության, երբ որ Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ այցելել Հայաստան եւ պաշտպանության նախարարի հետ այցելում են երևի կոնկրետ այն վայրը, որտեղ տեղակայված էր այդ հիմնական սպառազինությունը ու ռազմական տեխնիկան, ինչից էլ պարզ է դառնում, որ պաշտպանության նախարարությունը իր առաջարկը հետագայում փորձել է ներկայացնել այդ տեսանյութի միջոցով։ Դրանից հետո ես արդեն ինձ իրավունք եմ վերապահում շատ հստակ խոսելու այն մասին, որ պաշտպանության նախարարությունը խոստացված կամ առաջարկված այցը այդպես էլ չի կազմակերպել եւ որոշել է դա ներկայացնել տեսանյութի միջոցով։ Հիմա ինչ է տեղի ունեցել 3 կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ ԿՊԱ-կան պատգամավորներից մեկը հարց էր ուղղում պաշտպանության նախարարին, ասելով, որ ես իմ հարցազրույցներում նշում եմ, որ պաշտպանության նախարարությունը ըստ էության մերժել է իր իսկ արած առաջարկը եւ ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այցը վերանշյալ հատված զինտեխնիկային ծանոթանալու մասով ըստ էության մերժում եմ։ Պաշտպանության նախարարը ազգային ժողովի ամբիոնից ըստ էության հաստատում է, որ իմ այցը մերժել են, որպես հիմնավորում բերելու այն հանգամանքը, որ խորհրդանից միայն ես եմ իմ համաձայնությունը տվել այդ այցի միջոցով սպառազինության եւ ռազմական տեխնիկային ծանոթանալու։ Հիմա մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինը, պաշտպանության նախարարը ինձ առաջարկված այցից ընդամենը 3 ամիս հետո է, այդ ընդամեն բառը վերցեք ճակերտների մեջ, որ բարեհաճում է տեղեկացնելու, որ իմ այցը չի կազմակերպվում, որովհետև միայն ես եմ համաձայնվել, իսկ իրենք մեկ հոգանոց ֆորմատով այցեր չեն կազմակերպում։ Ուզում եմ հիշեցնել, որ ինձ այդպես էլ պաշտոնական պատասխան չի եղել, թե ինչու է իմ այցը վերոնշյալ վայր մերժվել։ Սա մեկ։ Երկրորդը, եթե պաշտպանության նախարարը սկսել է խոսել այդ մասին, ապա լավ կլինի նաև պարզաբանի, թե ինչի է խոչընդոտ հարուցում իմ որպես ազգային ժողովի պատգամավոր առաջնագից մեկնելու մասով, հատկապես որ դեկտեմբերին հաստատվել է 3 ուղղություն, մեկ ուղղությամբ ես մեկնել եմ, սակայն 2 ուղղության հետ կապված մինչև այսօր կա խոչընդոտ։ Այսինքն պաշտպանության նախարարը լավ կլինի նաև դա պարզաբանել, թե ինչի է խոչընդոտում իմ որպես պատգամավորի այցը առաջնագից եւ զորամասային հատված։ Եվ հետգրության փոխարեն ես իհարկե կարևորում եմ, որ ԿՊ-ի պատգամավորները շատ ուշադիր են իմ հարցազրույցների վերաբերյալ, սա ես ասում եմ առանց ծաղրանքի, որովհետև իրենց համար գտնեն այլընտրանքային տեսակետ է մոտեցում մեր երկրի անվտանգային համակարգի հետ կապված եւ երկրորդը նաեւ կարեւոր եմ համարում, որ այս հարցը նաեւ խորհրդանի ամբիոնից քննարկում ստացավ եւ ըստ էության հաստատվեց, որ անդիմադիր պատգամավորների մուտքը իրենց իսկ առաջարկած
ֆորմատով ըստ էության իշխանությունների կողմից խոչընդոտվում են։